մենք փաստաբաններս պրակտիկ շատ ենք հանդիպում նման դեպքերի։ Երբ ներկայացվում է մեղադրանք, այդ մեղադրանքի հետ անձը համաձայն չէ, ասում է, գիտեք ինչ, ես հարկերից չեմ խուսափել, ես արտահայտություն չեմ կատարել ու ես հանցագործության վնաս չեմ պատճառել։ Բայց երբ դժոխք կողմը պետությունն է, այդ վնասը պիտի վերականգնվի պետությանը, այս պարագայում արդեն խոսք է ծագում, ես պայքարեմ մինչև վերջի արդարության համար, բայց ճանապարհին պատկերացնելով, որ հանդիպելու եմ մի շարք իմ իրավունքների սահմանափակման, մինչև իսկ երբ կալանքը կընտրվի իմ նկատմամբ որպես խափանման միջոց, թե վերականգնեմ ըստ մեղադրանքի պատճառված, այսպես ասած, վնասը կամ դրա մի մասը ու զերծ մնամ գլխացավանքից։ Ու վերականգնում է ինչ-որ գումար։ Այդ վերականգնման անունը դրվում է հանցագործության պատճառված վնասի հատուցում։ Հիմա դա արդյոք հանցագործության պատճառված վնաս էր մեկ եւ արդյոք այդ հատուցումը իրականում կարելի է համարել հանցագործության պատճառված վնասի հատուցում։ Դա այդ ձեր նշած կամ ընդհանրապես նշված վիճակագրության մեջ մտնում է, թե չի մտնում։ Այսինքն վիճակագրությունը, որը նշվում է օրինակ 10 միլիոնի մենք հանցագործության պատճառված վնաս ենք վերականգնել,